Քրդական գործոնը այլևս այն դերը չունի, այն ազդեցությունը չունի։ Այն ժամանակ, երբ որ ստեղծում էր թուրքական պետությունը բավականաչափ թույլ էր, խոցելի էր, աշխարհում իրավիճակը այլ էր, քրդերն ունեն հստակ դաշնակիցներ։ Հիմա այդ ամենը չկա։ Մենք ունենք բավականաչափ ուժեղ Վաշինգտոնը պլանավորում էր քրդական պետություն ստեղծել։ Այո, Իսրայելի աջակցությամբ փորձում էին ինչ-որ հակակշիռներ ստեղծել թե Թուրքիային, թե Իրանին, բայց տեսնում ենք, որ իրավիճակը փոխվել է։ Այսինքն քրդական գործոնները ողջորել դա, թե չէ։ Դե հա, եթե հիշում եք, որոշակի ողջավորվածություն կար, որ մեր այսպես կոչված թշնամու տարածքում նոր պետություն կարող է ձևավորել, առանց իհարկե խորանալու, որ այդ ձևավորվելիք պետության մի զգալի տարածք պատմական Հայաստանի տարածքն է լինելու։ Այնպես որ այստեղ եթե ամփոփելով նշեմ, եթե Թուրքիայում հաջողում է process-ը ինքնաբերաբար նաև շարունակվել է Սիրիայի տարածքում, այստեղ քրդական գործոնը փաստացի դուրս է գալիս արդեն որպես սպառնալիք, մնում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ։